Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ հունիսի 10-ից մեկնարկել է դաշնամուրային շարք նախագիծը, որը նպատակ ունի միավորել տարբեր երկրների ճանաչված դաշնակահարների, ստեղծելով միջազգային երաժշտական երկխոսության բացառիկ հարթակ Երևանում։ Հուլիսի 23-ին ժամը 20:00-ին ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա դաշնամուրային շարք նախագծի եզրափակիչ համերգը, որը կնվիրվի դաշնամուրային արվեստի մեծագույն նորարարներից մեկին, հունգարացի հանճարեղ դաշնակահար եւ կոմպոզիտոր Ֆրանց Լիստին։ Այս ամենի մասին կխոսենք մեր հյուրերի հետ։ Մեր երկրորդ հյուրերն են միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահար Ռուբեն Կոզինը, լույս առավոտի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մնացականյանը։ Բարի լույս։ Բարի պայծառ առավոտ։ Ուրախ ենք, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Ահա, օքեյ։ Մենք եւս ուրախ ենք։ Ուղղեմ հարցս մենք։ Իհարկե, միանշանակ, սկսենք շարքի նախագծից երևի։ Այո, սիրով, հունիսի 10-ից արդեն մեկնարկած դաշնամուրային շարքը միավորեց տարբեր երկրների ճանաչված դաշնակահարների։ Որքանով արդարացան ակնկալիքները, մի փոքր խոսենք այդ մասին։ Այո, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան առաջին անգամ էր իրականացնում դաշնամուրային շարք նախագիծը։ Հուլիսի 10-ին սկսեցինք եւ այսօր եզրափակիչ համերգն է, ամփոփում ենք։ Ակնկալիքները արդարացվեցին, սպասվածից ավելի լավ էին, հանդիսատեսի արձագանքը եւ համերգների հաջողությունն առհասարակ բավական ոգևորիչ էր եւ արդեն մտքեր կան երկրորդ շրջանը իրականացնելու։ Հետաքրքիր էր, հատկանշական էր մեր արտիստների աշխարհագրությունը, լայն աշխարհագրությունը, արտիստներ ունեցանք ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, եվրոպական երկրներից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից։ Եվ ինչպես դուք նշեցիք, այո, ինքնատիպ հարթակ էր ստեղծված դաշնամուրային արվեստը ներկայացնող մենակատարների համար, որ ժամանեն Երևան եւ համերգային երեկոներ ունենան Առնո Բաբաջանյան համերգասրահում եւ մենք բավական գոհ ենք այս նախագծի ընթացքից եւ հուսով ենք այսօր էլ նույն շուկով կամփոփվի։ Շատ լավ։ Ես կուզենայի նաև անդրադառնալ կարևորության մասին, նախագծի, բացի այն, որ այն հնարավորություն է տալիս տարբեր երկրներից, տարբեր տաղանդավոր երաժիշտների Հայաստան գալը, շփումը մեր հետ, փորձի փոխանակում եւ այլն եւ այլն։ Բայց ո՞րն է այն հիմնական կետը, որ այն հիմնական մեխը նախագծի։ Որը շատ կարևոր է մեր իրականության համար, մեր մշակույթի համար, մեր հասարակության համար։ Հիմնական մեխը հենց հայուն կնդրին եւ ոչ միայն հայաստանյան, Հայաստանում գտնվող, որտեվ բավական զգալի են նաեւ տուրիստների ներկայությունը դահլիճներում։ Հաղորդակից դարձնել դաշնամուրային արվեստի տարբեր դպրոցներին, ոճերին եւ երաժշտական մտածողություններին, այսինքն հենց աշխարհագրություն դրա համար նշեցի, որ Ճապոնիայից սկսած մինչև ԱՄՆ ու Կանադա, այսինքն ամբողջ գլոբուսով մեկ տարբեր արտիստներ եկան եւ նրանցից մի քանիսը անգամ հայկական երաժշտություն նվագեցին, Կոմիտասին անդրադարձան, հենց Ճապոնիայից ժամանած մեր մենակատարը Տակայերո Ակիբան նաև կոմիտասագետ է եւ գրեթե ամբողջությամբ կոմիտասի գործերով համերգը ունեցավ եւ հենց դա էր հիմնական մեխերից ու նաև առանձնահատկություններից նախագծի։ Շատ լավ։ Խնդրեմ։ Հարցս ուզում եմ ուղղել Ռուբենին, այսօրվա երեկոն տարբերվելու է, որովհետեւ մեծանուն նորարար Ֆրանց Լիստին է նվիրված, կասեք ինչ ոգևորությամբ եք պատրաստվում այսօրվա երեկոյին եւ ինչ զգացողություններ ունեք։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Այսօր տեյկունն շատ կարևոր համերգ է ինձ համար, որովհետև ինձ համար էլի պրեմիերը լինելու է, նվագում եմ Լիստի շատ մեծ եւ մասշտաբային գործ սոնատը սի մինոր, առաջին անգամ նվագում եմ բեմում այս գործը, ես հատուկ սովորել եմ այս գործը, այս պիանո շարքից, այս դաշնամուրային շարքի համար եւ շատ ծրագրեր ունեմ նվագելու համար այս գործը հետո Եվրոպայում, Վենգրիայում, Ավստրիայում, բայց այսօր պրեմիերը ինձ համար լինելու է, էլի երկու գործ նվագում եմ Լիստից, շատ հետաքրքիր Պետրարկա սոնետ այս գործը ոգեշնչված Պետրարկայի պոեզիայից եւ պայծառ իսպանական ռապսոդիա
Շատ լավ, լիստի սոնատ սի մինորը այն գործերից է, որը որ կարելի է յուրաքանչյուր դաշնակահարի համար այդ գործը ներկայացնելիս ու ոչ միայն այդ գործը իհարկե։ Կարծես թե շատ բարդ քննություն լինի, որովհետև այնքան բարդ է եւ տեխնիկապես եւ պետք է կարողանաս հնարավորինս փոխանցես հանդիսատեսին ու կնդրին այն խորը փիլիսոփայական զգացողությունները, որոնք կան գործի մեջ։ Այդ ձեր համար որն է ամենաբարդը, տեխնիկական մասը, թե այդ զգացմունքային փոխանցել հանդիսատեսին լիարժեք ճիշտ։ Եթե կրկիր հարցը իմ մտքից ես մտածում եմ երկու հատ շատ կարևոր է, որովհետև այս լիստը սանատ իհարկե ամեն դաշնակահարի համար Էվերեստը պես է։ Այո։ Այս շատ կարևոր, շատ մասշտաբային այս գործը 30 րոպե մոտավորապես։ Մի մասով սանատ, բայց 30 րոպե եւ շատ պիտի պատրաստ ոգեշնչված եւ պիտի արդեն լուրջ դաշնակահար լինի տեխնիկապես եւ երաժշտական ամեն ինչ պիտի պատրաստ կոմետկով 1840-ականներին ներողություն եմ խնդրում, Եվրոպայում լիստի համերգները շատ մեծ տենց այսպես ասած լավ առումով հիստերիա էին առաջացրել, մարդիկ տարված էին իր ստեղծագործություններով, իր գործերով եւ այսպես ասած լիստոմանիա էր տարածվել, սկսվել, ահագին ժամանակ է անցել, ինչ եք կարծում հիմա, որ երբ որ լսում են մարդիկ լիստի գործերը, կրկին կա այդ լիստոմանիան, թե այդ ամենը մարել է եւ հանդիսատեսը այլ աչքերով է նայում դասական գործերին, իր գործերին համենայն դեպս եւ կարող ենք ձեզ համարել լիստոման, թե ոչ։ Ես լիստոման հարկի շատ սիրում եմ լիստի երաժշտությունը, իմ ամենը սիրված երկու կոմպոզիտորներն են Լիստ ու Շոպեն, որովհետեւ ամենամեծ մասը իրենց գործերից դաշնամուրի համար։ Եվ Ռախմանինով իհարկե, Լիստ, Ռախմանինով ու Շոպեն։ Եվ ես Ռուսաստանում ծնվել եմ Մոսկվայում կոնսերվատորիա սովորել, որովհետեւ Ռախմանինով ինձ համար շատ հարազատ է իհարկե, բայց ամբողջ աշխարհը սիրում Ռախմանինով եւ կարող եմ ասել այս օրերը Եվրոպայում էլի մարդիկ շատ ուզում են լսել դասական երաժշտությունը եւ եթե լավ դաշնակահար, լուրջ դաշնակահար նվագում է, իհարկե մարդիկ շատ հետաքրքրում են դասական երաժշտությունը։ Ռուբեն, դուք որպես միջազգային բազմաթիվ հարթակներ նվաճած դաշնակահար, ինչ էներգետիկա եք ստանում հայաստանյան բեմից եւ մեր դասական երաժշտության սիրահարներից։ Շատ սիրում եմ վագել Ագնա Բաբաջանյանը համերգասրահում եւ ուրիշ համերգասրահում Երևանում, որովհետեւ կարող եմ ասել իմ շատ սիրելի երևանյան ունկնդիր, ամենաջերմ, սիրելի եւ ամենա իսկրի անկեղծ ունկնդիր երևի ամբողջ աշխարհից, որովհետեւ Եվրոպայում մարդիկ շատ լավ գիտեն երևի երաժշտությունը, բայց շատ անկեղծ չէ։ Եվ շատ Հայաստանում իմ ամենասիրելի տեղը նվագելու համար։ Հոգի չկա այնտեղ, կարող ենք ասել։ Կա, բայց դուք գիտեք, ջիգարը չկա, այսպես ասած։ Դուք գիտեք, անցյալ տարի ես նվագեցի երևի ամբողջ Հայաստանում ծրագիր Armenian musicians, Armenian communities հետ հայկական հայ համայնքի համայնքի համար ես եկել եմ Կապան, ես եկել եմ Դիլիջան, ես եկել եմ Բայց մի 4 անգամ Սյունիքի մարզ եք եղել, եթե չեմ սխալվում, չէ՞։ Ակտեն 4 անգամ վագեցի Սյունիքի մարզում եւ միայն Կապանում չէ։ Իսկ վագեցի Դավիթ Բեկի գյուղում, որտեղ փոքր դպրոց է, բայց երեխեք սիրում են դասական երաժշտություն, ես չեմ կարող չկա, եթե գիտեմ, որ մարդիկ սպասում են ինձ։ Շատ լավ։ Դուք ավարտել եք Մոսկվայի կոնսերվատորիան, պրոֆեսոր Նատալիա Տրուլի դասարանում։ Այդ հետաքրքիր է, ինչպիսին է նրա կարևոր խորհուրդը ձեզ լիստի գործերին անդրադառնալուց, որովհետև կարծում եմ իր դերը ձեր կյանքում շատ մեծ է եւ կարևոր ու լիստի գործերին մոտենալը ուղեկցվել է նաեւ իր խորհուրդներով։ Կարող եմ ասել, մեր լիստը չէ, ամենակարևոր խորհուրդ որովհետև ես շատ երկար ժամանակ սովորել եմ իմ սիրելի պրոֆեսորի հետ Նատալիա Տրուլիս երևի 10 տարի սովորել եմ ամենակարևոր հարուրդ պիտի շատ աշխատել միշտ շատ աշխատել պիտի անկեղծ լինի երաժշտությունը հետ
եւ քո մասնագիտությունը եւ միշտ պիտի լսել քրիտիկա, կարող ես լսել քրիտիկա։ Քննադատությունները, առողջ քննադատություն։ Առողջ։ Դա ամենը կարևոր է իրաշտի համար։ Կառուցողական կոնստրուկտիվ քննադատությունը, այո, շատ կարևոր է արտիստի համար։ Շատ լավ։ Ես գիտեմ, բացի այն, որ դուք նաև նշեցիք այնպիսի ֆանտաստիկ գիգանտների անուններ, ինչպես է Շոպենը եւ խոսում ենք հիմա մենք Լիստի մասին, դուք նաև հնարավորություն եք ունեցել ժամանակակից կոմպոզիտորների անդրադառնալու Էդուարդ Հայրապետյանի։ Այն հետաքրքիր է այդ համադրությունը, հա, երաժշտության գիգանտները, ու ինչպես է մի տաղանդավոր կոմպոզիտոր դաշնակար Ռուբենի մեջ տեղավորվում այն հին կլասիկան ու այս ժամանակակից ստեղծագործությունները։ Սիրով կպատմեմ, որովհետև Էդուարդ Գրիգորիևի Հայրապետյան իմ շատ սիրելի կոմպոզիտոր, ում հետ ես շատ ուրախ եմ, որ կարող եմ ընկերություն անել եւ համագործակցել։ Ես նվագեցի այս տարի Սերգեյ Սմբատյանի հետ Էդուարդ Հայրապետյանի երկրորդ դաշնամուրային կոնցերտ պրեմիերը այս պարատոնի որոնք Սերգեյ Սմբատյանի եւ իր նվագախմբի կազմում է։ Եվ ձայնակրեցի երկրորդ դաշնամուրային սոնատը Էդուարդ Հայրապետյան, իր նվիրում է ինձ այս սոնատը, то есть dedication to Ruben Kozin, շատ նշանակալի եւ կարող եմ ասել Հայաստանում կա այս օրերը ֆանտաստիկ դասական կոմպոզիտորները եւ մենք կարող ենք այնպիսի վագել էլի, որովհետեւ Լիստը Շոպենի հարկի, բայց մենք կարող ենք վագել մեր հայկական կոմպոզիտորները միայն Հայաստանում չէ, Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, մենք որովհետեւ այս օրերը աշխատում են եւ գրում են ֆանտաստիկ երաժշտություն։ Լուսինա ջան, այսօր եզրափակիչ համերգն է եւ արդյոք կան ծրագրեր նախագիծը դարձնելու ավանդական եւ ինչ արձագանք ստացաք հայաստանյան ունկնդրից այս 1.5 ամիսների ընթացքում։ Այո, քանի որ նախագիծը բավական սպասված ավելի լավ անցավ, մտքեր կան երկրորդ շրջանը իրականացնելու, հավանաբար աշնանը դեռ մշակվում են, այո, խմորում ենք։ Մտքեր կան նաև անդրադառնալու այլ գործիքների, մասնավորապես ջութակի երաժշտության գուցե մեկ ամսյակ ունենանք, բայց դա մի փոքր ավելի հեռակա նախագիծ է, իսկ դաշնամուրային երկրորդը ավելի հավանական է, որ սեպտեմբեր կամ հոկտեմբերին կմեկնարկենք։ Շատ լավ։ Իսկ առաջիկայում կան ընդհանրապես պլաններ, քննարկումներ այս ամենը տանել մարզեր, հա, որտեղ մեր մոտ ամեն ինչ կենտրոնացած է Երևանում ու ցավոք սրտի մարզերում բնակվող շատ համակարգացիներ ունենք, ովքեր որ այս երաժշտության կարիք ունեն, բայց ցավոք սրտի եւ ֆիզիկապես չունեն հնարավորություն գալ ներկա գտնվելու եւ միգուցե ֆինանսապես, բայց այդ ամենը հասկանում եմ եւ ռեսուրսային եւ հնարավորությունը միգուցե շատ բարդ է տանել ինչ որ X մարզ, բայց արդյոք կան նման քննարկում։ Այո, ոչ միայն քննարկում, այլ նաև մենք առանձին ճյուղ ունենք նախագիծ, մարզային նախագիծ է հենց կոչվում, որ իրականացնում ենք կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության հետ համատեղ, հենց բոլորովին վերջերս հուլիսի 11-ին Փարերքել Փարաջանովին նախագիծն էր, որ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիան իրականացրեց, 11-ին ունեցանք հրաշալի համերգ Գյումրիում եւ 12-ին արդեն Երևանում Բաբաջանյան համերգասրահում։ Եվ պարբերաբար լինում են եւ մարզային ծրագրի շրջանակում, եթե լինում է հնարավորություն գնալ մարզեր, մշտապես բացի համերգից նաև վարպետության դասեր են իրականացվում մարզի երեխաների հետ, դա մեր քաղաքականության հիմնական կետերից մեկն է։ Ինչ է Ռուբենի հետ կապանում։ Այո, դա Կապան ֆեստի հետ Պետական Ֆիլհարմոնիան ըստեյության կապ չուներ, բայց մենք բոլորս մի համայնքի մաս ենք ու բոլորիս նպատակը մեկն է՝ երաժշտություն հնարավորինս հանրահռչակել եւ դարձնել հասանելի հատկապես Երևանից դուրս, որովհետեւ իրոք դա շատ կարեւոր է։
Շատ լավ։ Շնորհակալ ենք շատ, եւս մեկ անգամ հիշեցնենք հուլիսի 22-ին, այսինքն այսօր ժամը 20-ին Ֆիլհարմոնիա Արամ Բաբաջանյան համերգասրահում կկայանա դաշնամուրային շարք նախագծի եզրափակիչ համերգը, որը կնվիրվի դաշնամուրային արվեստի միջազգային նորարարներից մեկին, հունգարացի հանճարեղ դաշնակահար եւ կոմպոզիտոր Ֆրանց Լիստին։ Իսկ մեր հյուրերն են միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահար Ռուբեն Կոզինը, Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մնացականյանը։ Շնորհակալ ենք շատ։ Մենք եւս Ձեզ հագեցած ֆանտաստիկ երեկո ենք մաղթում, իսկ մեր հեռուստայտողին եւս մեկ անգամ կոչ ենք անում գնել տոմսերը եւ իհարկե գնալ այս համերգին, որովհետեւ ըստեղ հարցի մենք տոմս գնելու մեջ չէ։ Լավ երաժշտություն լսեք ու կարծում եմ եւ երեխաների եւ ընկերների հետ պետք է գոնե մեկ անգամ ամսվա մեջ գոնե մեկ անգամ մասնակից լինել ֆանտաստիկ համերգին, նամանավանդ եթե ելույթ են ունում sense տաղանդավոր դաշնակահար։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ լավ օրենք մաղթում, դե ինչ լուսարոտին այսքանով ավարտվեց, իսկ վաղը ուրբաթ է, տաղորում կաշխատեն մեր գործընկերներ, իսկ մենք հանդիպենք արդեն երկու շաբթի, ձեզ լավ հանգստյան օրեր ենք մաղթում։